Փաշինյանի միակ հպարտություն ասֆալտն է։ Մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում ընդամենը 5-6 ամիս առաջ են ասֆալտապատման աշխատանքներ իրականացրել։ Այսօր այդ նույն ասֆալտը բառացիորեն փլվում է վարորդների աչքի առաջ։ Ճանապարհին առաջացել են խորը փոսեր ու ճաքեր։ Սեպտեմբեր, հոկտեմբեր այդ ամիսներին ասֆալտապատում են կատարել, այստեղ փոսալցումներ են կատարել, բայց 6 ամիս է արդեն անցել։ 6 ամսվա ընթացքում ամբողջ ճանապարհը երկայնքով քանդված է։ Անցած տարի 25 թվականին բյուջեով 3 միլիարդ դրամ ասֆալտապատման համար նախատեսել էին գումար։ Որոշ հատվածներում, օրինակ 10 տարուց առաջ ասֆալտապատում կա, որ այսպիսի վիճակում չէ։ Ավերված ճանապարհը փորձություն է դարձել թաղամասի բնակիչների համար, որը փոսերի հետևանքով վնասվում են քաղաքացիների ավտոմեքենաները, ուժում է նաև հանրային տրանսպորտը։ Հանրային տրանսպորտը վնասվում է, հետևաբար ժողովրդից նորից պետք է բյուջեից գումար դուրս գրեն, ժամանակից շուտ վնասված մեքենաներ, ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Բոլոր հարկեր-տուրքերը մեր քաղաքացիների համար բարձրացրել են, բայց նվազագույն պայման էր վարորդների համար ստեղծված չէ։ Երևան քաղաքում մեքենաները ջարդվում են, իսկ վարորդները չգիտեն ինչ պետք է անեն։ Արշակ Սարգսյանի համոզմամբ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը իրականացված անորակ աշխատանքներն են, վերահսկողության բացակայությունը եւ հանրային միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը։ 1 քառակուսի մետր ասֆալտ կատարելու համար պետք է 0.6 լիտր բիտում օգտագործվել, որը բացակայել է, այդ իսկ պատճառով էլ ասֆալտը այս վիճակին է գտնվում, երբ որ եկել են ստուգելու, փաստաթղթերը ստորագրելու, որ վերջացրել են աշխատանքները, այսինքն ապօրինությունով ստորագրել են եւ այսինքն իրենք բավարարվել են այսպիսի ասֆալտով։ Նորից պետք է միլիարդավոր գումարներ դուրս գրեն, 4.2 միլիարդ այս տարի ասֆալտապատում անեն, նորից վստահ եմ կատարելու են այսպիսի ասֆալտապատում, որովհետև իրանց մոտ բոլոր ոլորտներում քաղաքացիական պայմանագրի մոտ հետևողականությունը գոյություն չունի, որովհետև ծանոթ բարեկամների միջոցով են ասֆալտապատումները եւ մնացած տենդերները իրականացնում։ Քանի դեռ պատասխանատուները լռում են, Նազարբեկյան թաղամասի ճանապարհը շարունակում է քանդվել։ Օրեցօր խորացնելով ոչ միայն փոսերը, այլ նաև թաղամասի բնակիչների դժգոհությունը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։